Մի երկու դիտարկում էլ ավելացնեմ, տեսեք, մամուլում շրջանառում են այսպիսի մոտեցումներ, պարոն Մխիթարյանի մասով, չէ որ նա զբաղվում է քաղաքական գործունեությամբ, եկեք սահմանազատենք որն է նրա քաղաքական գործունեությունը եւ որն է նրա փաստաբանի աշխատանքը։ Տեսեք, սա մեկը մյուսին բացառող հանգամանքներ չեն։ Ես ուզում եմ, որպեսզի հասարակության համար էլ պարզ լինի։ Փաստաբանի մասնագիտությունը դա ազատ մասնագիտություն չի, դա պետական ծառայություն չի, որով որ սահմանափակված լինի, օրինակ փաստաբանի քաղաքական գործունեությունը։ Մենք ունենք բազում փաստաբաններ, ովքեր զբաղվում են քաղաքական գործունեությամբ, միաժամանակ հանդիսանալով փաստաբան։ Բայց այն պահից սկսած, երբ որ փաստաբանը իրականացնում է փաստաբանական գործունեություն, եւ պարոն Մխիթարյանի նույն գործողությունները ուղղակի ուղղված են իրավական օգնություն ցուցաբերելուն, հա, այս առումով այստեղ չի կարելի պարզապես միջամտել նրա մասնագիտական գործունեությանը։ Եվ ես ուզում եմ հետ գնալ դեպի 18 թվական։ Երբ որ 18 թվականին տեղի ունենում քաղաքական, այսպես ասած, շարժումներ եւ այլն, մեր բազում գործընկերներ ակտիվ իրավական օգնություն են ցուցաբերում ցուցարարներին, քաղաքական գործունեությամբ զբաղվող ակտիվիստներին եւ այլն։ Եվ այդ շրջանում եւս տեղի ունենում բազում բերման ենթարկվածներ, բայց մենք անգամ այդ ժամանակ երբևիցե չենք ունեցել այնպիսի իրավիճակ, երբ որ փաստաբանի իրավունքները ոտնահարեն։ Փաստաբանները անարգել կարողանում են բունտ գործեն, ոստիկանական բաժանմունքներ եւ անհրաժեշտ առաջնային իրավաբանական օգնությունը ցուցաբերեն։ Եվ նույնպիսի իրավիճակ էլ տեղի էր ունեցել նաեւ 18 թվականին, երբ որ փաստաբան Ռուստամ Բադասյանը դիմել էր փաստաբանների պալատ, այն խնդրով, որ իր պաշտպանյալի տեղը գտնվելու վայրը ուրեմն անհայտ է։ Եվ այդ առնչությամբ ես կհիշեցնեմ, փաստաբանների պալատի խորհուրդը հայտարարություն տարածեց, որ չի կարելի միջամտել փաստաբանական գործունեությանը եւ խոչընդոտել փաստաբանի աշխատանքին իրավական օգնություն տրամադրելիս։ Եվ պետք է բացահայտվի ուրեմն տվյալ անձի գտնվելու վայրը, որպեսզի իրավական օգնությունը վերջինս կարողանա ստանալ։ Հիմա ինչ ունենք մենք այս իրավիճակում, ցավոք սրտի մենք մի կարևոր հանգամանք պետք է արձանագրենք։ Մենք մի կարևոր հանգամանք պետք է արձանագրենք, որ վերջին շրջանում տեղի ունենում ոտնձգություն փաստաբանների նկատմամբ, փաստաբանական աշխատանքի նկատմամբ։ Սա խիստ մտահոգիչ է։ Մենք ունենք 2900 անդամից բաղկացած գործող փաստաբաններից բաղկացած համայնք։ Ես ձեզ հավաստիացնում եմ, սա ուղղակի հետք է թողում իրավական պաշտպանության որակի վրա։ Եվ այս առումով մենք ունենք նաև միջազգային մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք որ մեր պետությունը այսօր ճանապարհին է, որ պետք է ստորագրի, նաև ամրագրված փաստաթղթեր ունենք, սահմանադրական կարգավորում ունենք, այս գործողությունները ամենևին էլ չեն բխում այդ իրավական փաստաթղթերից, այդ կարգավորումներից։ Եվ ուղղակի հակասում են այդ գործունեությանը։ Հիմա խնդիրը այսպիսին է. մենք փորձելու ենք անենք եւ դիմենք մեր եւ նաեւ կուզենամ մի կարեւոր հանգամանք եւս, օրինակին զարմացնում է մեր միջազգային կառույցների, իրավապաշտպան կառույցների արձագանքի пассивությունը։ Իսկ ներողություն։ Այստեղ միտքս ավարտեմ էլի։ Այստեղ ես ակնկալում եմ համաժամանակյա եղանակով, ինչպես որ մենք տեսնում ենք 18 թվականին եւ այլն, այդ կառույցների հավուր պատշաճի արձագանքը։ Չէ որ ոտնահարում են հենց իրավապաշտպան առաքելությունը, չէ որ ոտնահարում է փաստաբանի աշխատանքը։